Պարոն վարչապետ, այս ընտրություններն ուղեկցվեցին ընտրակաշառքների մասին բազմաթիվ բացահայտումներով ու դրսից պարտադրված մարդկանց բերելու քվեարկելու համար տեղեկություններով, հետաքրքիր է կա պատկերացում կամ մեխանիզմ պատկերացնելու համար, թե դա որքանով է հասնել ընտրության արդյունքների վրա, ու նաև դա հարուցեց այդ երևույթները հանրության շրջանում քննարկումներ հարուցեցին, թե որքանով է ճիշտ, որ Հայաստանում չապրողները գան Հայաստանում ապրողների ապագան որոշեն, հետաքրքիր է այդ առումով դուք ինչ եք կարծում օրենքների փոփոխության կարիք կա թե չկա, ու նաև վարչական ռեսուրսի հետ կապված էլ մի հարց, ընդդիմությունը շարունակ խոսում է այն մասին, որ դա չարաշահվել է, կիրառվել է եւ այլն, դուք էլ ձեր թիմի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ բազմաթիվ անգամ ասել եք, որ նման հանձնարարական չի եղել, բայց հետաքրքիր է կա ուսումնասիրություն, թե տեղերում ինչպիսի ինքնագործունեություն է եղել, ինչքան այդպիսի դեպքեր կա։ Շնորհակալ։ Դուք ինչ որ ասում եք, իրավապահ մարմինների եւ համապատասխան մարմինների քննության հարց է, մենք էլ իհարկե ականջալուր կլինենք եւ տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, իհարկե այդպիսի վիճակագրություն էլ չկա, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական process կամ քաղաքական process, որտեղ ասենք օրինակ հանրապետության գործող ղեկավարը կամ հանրապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել եւ ավելի շատ ելույթ է ունեցել եւ ավելի շատ մարդկանց հետ է շփվել։ Այսինքն եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ինչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ եւ այդքան իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Ինչ վերաբերվում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ այստեղ տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս հարցերի պատասխանները ստանալու են։ Օրենսդրական փոփոխությունները հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցեզ քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ-որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։